Ազգային հեռուստատեսության եթերում դեմքեր ծրագիրն է, բարի երեկո։ Բարի երեկո, ուրբաթ երեկոյան կրկին ազգային հեռուստատեսության եթերում դեմքեր ծրագիրն է։ Եվ այսօրվա մեր հյուրը Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար, Միասնություն դաշինքի համանախագահ Վազգեն Սարգսյանն է։ Վազգեն Սարգսյան ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին Արարատի շրջանի Արարատ գյուղում։ 79-ին ընդունվել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտ։ 79-ից 83-ին Արարատ գյուղի դպրոցում աշխատել է որպես մանկավարժ։ 83-ից 86 թվականներին եղել է Արարատի ցեմենտի շիֆերի կոմբինատի կոմերցիական կազմակերպության ազատված քարտուղարը։ 1986-ից 89 թվականներին աշխատել է Գարուն ամսագրում որպես հրապարակախոսական բաժնի վարիչ։ Արձակագիր է ՍՍՄ գրողների միության անդամ 1985 թվականից։ 87-ին դարձել է Հայաստանի Լենինյան կոմերցիոն մրցանակի դափնեկիր հացի փորձություն գրքի համար։ 88-ին սկսված Լեռնային Ղարաբաղի ազգային ազատագրական պայքարի առաջին կազմակերպիչներից է, 90-92 թվականներին երկրապահ կամավորական ջոկատների հրամանատարը։ 90 թվականին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի падգամավոր ու մինչև 92 թվականը եղել է Պաշտպանության և ներքին գործերի հարցերի հանձնաժողովի նախագահը։ 1991-ին դարձել է Հայաստանի Պաշտպանության առաջին նախարարը։ 93-ից 95 թվականներին զբաղեցրել է Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերով Հայաստանի պետական նախարարի պաշտոնը։ 93 թվականից երկրապահ կամավորականների միության նախագահն է։ 95 թվականին կրկին նշանակվել է Հայաստանի Պաշտպանության նախարար։ 1998 թվականին արժանացել է Արցախի ազգային հերոսի կոչման և ոսկե արծիվ շքանշանի։ Ես համոզված եմ, յուրաքանչյուր ժողովուրդ իր պատերազմը գոնե մի անգամ պետք է մինչև վերջ տա, չի կարելի անդադ, որ մենք պատերազմների կեսին հոգնենք։ Դրանց յուրաքանչյուրը իր տեղում, իր չափով պատասխանատու է այս պատերազմի առաջ։ Բարի երեկո, պարոն Սարգսյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար, հաճախ չի հաջողում ձեզ հետ զրուցել։ Բարի երեկո, շնորհակալություն հրավերքի համար։ Պարոն Սարգսյան, այնպես ստացվեց, որ Հայաստանի անկախ պետականությունը կառուցվեց Ղարաբաղյան շարժման վրա, այդ ալիքի վրա։ Եվ այսօր խիստ կարևոր է թերևս հենց Ղարաբաղյան շարժումը մեր պետականության կայացման համար։ Այսօր ինչ վիճակում է Ղարաբաղի կարգավորման խնդիրը, որ փուլում ենք մենք այսօր։ Ես նայեցի քիչ առաջվա իմ հարցազրույցը, չգիտեմ դա 96 թվական, թերևս արդեն ուշացած փուլ է, ոչ պատերազմական։ Ղարաբաղյան շարժումը իր պատերազմական փուլը, ամենածանր փուլը, հերոսացման փուլը ավարտեց։ Եվ փառք Աստծո, որ մենք ամենածանր փուլում ի վերջո հաղթանակ տարանք։ Այն ինչ որ դայերով չէինք ունեցել։ Եվ շատ ցավալի կլինի, եթե ամենածանր փուլում հաջողություն ունենալուց հետո մենք այլ փուլերում չկարողանանք հաջողություն ամրապնդել։ Իսկ հաջողությունը պիտի ամրապնդվի քաղաքական դաշտում եւ տնտեսական դաշտում։ Ես համարում եմ, որ քաղաքական դաշտում մենք կուլմինացիան նմանապես հաղթահարեցինք, դա 98 թվականն էր, որը ավարտվեց ցավալին իշխանափոխությամբ, բայց պատճառաբանված էր, արդարացված եւ ըստ էության մեզ ներկայացված էր շատ ծանր փաստաթուղթ, պարտուղական փաստաթուղթ, մեծ վտանգ կար, որ փաստաթուղթը չընդունելու դեպքում, մինչ այդ նաեւ Լիսաբոնն էր եղել, մենք կունենանք քաղաքական լուրջ կատակլիզմեր, փառք Աստծո, Ռուբիկոնը անցանք, փառք Աստծո, կրկնում եմ, արդարացված էր այն, ինչ որ կատարվեց, ասել եմ, էլի պիտի կրկնեմ, իհարկե ժողովրդին մենք դեռ ապացուցելու տեղ ունենք, բայց ես խորապես համոզված եմ, որ արդարացված էր եւ ինչ որ մենք ստացանք քաղաքական դաշտում շատ ավելին է, քան մեզ նախկինում պարտադրվում էր։ Եվ կարծում եմ, որ այսօր մենք մտել ենք այլևս տնտեսական փուլ։ Մեր պետականության ճակատագիրը, Արցախյան շարժման ճակատագիրը հերոսության դաշտից տեղափոխվել է տնտեսական դաշտ։ Եթե մենք տնտեսության մեջ հաջողություն չունենանք, կարող ենք վտանգել մեր բոլոր ձեռքբերումները։ Ես դեռ 96 թվականին ասել եմ, հատկապես այն ժամանակ բանակային կտրվածքով, արդեն ակնառու էր, որ տնտեսական դաշտում մենք կաղում ենք, որ բանակը առաջ էր անցել տնտեսությունից եւ իր ծավալով, եւ ամբիցիաներով, եւ որակով, եւ եթե մենք չհասնենք բանակի հետևից, կարող ենք նաեւ պաշտպանության, անվտանգության խնդիրներ ունենալ։ Ցավոք սրտի այդ բանը կրկնում եմ նաեւ այսօր։ Մեր
տնտեսական, սոցիալական վիճակը շատ բարդ է, յուրաքանչյուր մեծ իրադարձություն, լինի դա պատերազմ, թե խաղաղ պետական շինարարություն, իրագործելի է, եթե ունենում ես համերաշխ ժողովուրդ, անգամ պատերազմները հաղթում են ոչ թե բանակները, այլ ժողովուրդները, բանակները հաղթում են կռիվներում, պատերազմներում հաղթում կամ պարտում են ժողովուրդները, նույնիսկ պետական շինարարության մեջ, եթե մենք չունենանք վստահ ժողովուրդ իր վաղվա օրվան համար, իր այսօրվա համար, եթե չունենանք համերաշխ ժողովուրդ, եթե չունենանք սոցիալապես ապահով ժողովուրդ, եթե սոցիալական այս բեյորացվածությունը չվերանա, մենք անկասկած ունենալու ենք մեծ դժվարություններ ապագայում։ Ֆիքսում եմ, մենք Ղարաբաղյան շարժման փուլում, մեր պետական շինարարության փուլում մտել ենք տնտեսական անվտանգության փուլ։ Պարոն Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյանը իր հայտնի պատերազմ եւ խաղաղություն, թե խաղաղություն հոդվածում գրում էր, որ օբյեկտիվ են Հայաստանի տնտեսական դժվարությունները եւ մենք չենք կարողանալու դրանք հաղթահարել, քանի դեռ լուծված չէ Ղարաբաղյան խնդիրը։ Այսինքն, ըստ ձեզ այդպես չէ եւ տնտեսական խնդիրները առավելապես սուբյեկտիվ են, այսինքն իշխանությունների խնդրեմ, կադրերի խնդրեմ, սխալ քաղաքականության պատճառով կան եւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ, բայց մենք դեռևս սուբյեկտիվության լիմիտը չենք հաղթահարել, որպեսզի խոսենք օբյեկտիվության մասին։ Պարոն Սարգսյան, մի առիթով ասել եք, որ քաղաքականության մեջ ձեր մտնելու պատճառը այդ քաղաքականության մեծ բացթողումն եք համարում։ Այսինքն պատճառը քաղաքականության մեջ եղած բացթողումն է, որ ստիպում է ձեզ զբաղվել այդ քաղաքականությամբ։ Որն է։ Նախ ճիշտ ենք, ես խոսել եմ բաց քաղաքականության մասին։ Հրապարակային քաղաքականության մասին, որովհետև պատերազմող երկրի պաշտպանության նախարարը չի կարող քաղաքականությունից դուրս լինել բառի բուն իմաստով։ Ճիշտ ենք, ես երբ 90 թվականին իմ ընկերների հետ միասին փորձում էինք երկրապահ ջոկատները համախմբել մեկ դրոշի տակ դա քաղաքականություն է, թե ոչ։ Երբ 92 թվականին մահապարտներին կոչ է անում դա քաղաքականություն է, թե ոչ։ SNG-ի երկրների, հատկապես Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում ունեցած դերը քաղաքականություն է, թե ոչ։ Վերջին 98 թվականի իրադարձություններում իմ ունեցած դերը քաղաքական էր, թե ոչ։ Ես եղել եմ քաղաքականության մեջ, ըստ էության չէի կարող դրանից խուսափել։ Բաց հրապարակային քաղաքականության մեջ, թերևս նաև անձնավորված այսպես, առաջին անգամ եմ մտնում եւ պատճառը փորձեմ ասել։ Դա արտաքին քաղաքականությունը չի ամենևին, ես այսօր էլ համարում եմ, որ արտաքին քաղաքականության բնագավառում մենք ճիշտ ուղիներ ենք գտել եւ մեր նավը այնուամենայնիվ այդ փոթորկուն ծովի մեջ հասել է մոտ է իր կղզուն։ Իմ մտավախությունները հատկապես տնտեսական, սոցիալական քաղաքականությանն են վերաբերում։ Կատաղի լիբերալիզմը ձևակերպումը իմն է, իսկապես մեծ ավերածություններ գործեց։ Հայ ժողովուրդը ի սկզբանե իր տեսակով լինելով ազատական ժողովուրդ։ Եթե հիշում եք, սովետական միության պայմաններում մեր ժողովրդի եւ սովետական իշխանությունների հիմնական հակասությունը ազատականության խնդիրներում էր։ Ինչ միջոց ասես նրանք գտնում էին։ Ջերմոցները փակեցին, կտրեցին, այլ միջոց գտան, այսպես կոչված ցեխավիկները հատկապես Հայաստանում էին ավելի շատ մեծ բուրընգործողություններ էին ծավալել, ազատական է մեր ժողովուրդ։ Դրա վառապատությունն է նաև այն, որ աշխարհի ոչ մի երկրում բացի Հայաստանից թերևս աղքատ հայ չկա։ Բայց ցավոք սրտի ազատական այս ներխուժումը այնքան վայրի եղավ, այնքան միանգամից եղավ, որ մեր ժողովուրդը սկսեց նաև ազատականությունը չսիրել, ատել ազատականությունը, այդ բառից անգամ վախենալ։ Իսկապես այդ կատաղի դրսևորումը շատ վատ ազդեցություն թողեց եւ սոցիալական իմաստով մեծ բևեռացումներ եղան։ Դա հատկապես արտահայտվում է բանակում։ Բանակը իսկապես մեր երկրի հայելին է։ Մենք ստանում ենք զինվորներ, որոնք իրենց թիկունքում թողնում են ծնողներ, ծանր վիճակում եւ ցանկացած պահի հայացքները ետևում, որպեսզի գնան ծնողներին օգնեն, փախչեն։ Գալիս են զինվորներ, որոնք վատ են կրթված, որոնք վատ են սպասարկված բժշկական առումով։ Այսպես շարունակ հայելի է, ամեն ինչ հստակ երևում է։ Շարունակել այսպես դժվար է, որովհետեւ իսկապես աշխարհի այլ նորմալ երկրներում ոչ ոք գիշերվա կեսին պաշտպանության նախարարի դուռը չի թակում, ասում
երեխայից տարար բանակ, պատերազմ, որպեսզի այսօր իմ թողները սոված մնան։ Իդեպ ասել եք նաև, որ պաշտպանության նախարարն է զբաղվում քաղաքականությամբ, որպեսզի բանակը չխառնվի։ Որևէ նախադեպ ունենալով եք հայտարարում, թե պարզապես մտավախություն ունեք հիմա։ Մտավախություն ունեմ։ Ես շատ լավ ճանաչում եմ մեր հրամանատարներին, բոլորը իրենց տեսակով շատ ակտիվ մարդիկ են, բոլորը այնքան բան են տվել այս շարժման, այս պատերազմին, տվել են իրենց հարազատների, իրենց ընկերների կյանքը, տվել են հանուն գաղափարի, հանուն նպատակի, հանուն պետականության կայացման։ Այդ նույն հարցադրումները նաև օրվա մեջ մի քանի անգամ նրանք են ստանում։ Ցավոք սրտի ոչ միայն զոհված, վիրավորված ազատամարտիկների եւ զինվորների հոգսը մնացած բանակի վրա, այլ դեպքում բանակը պատասխանատու է 2 տարվա համար, լավ թե վատ պատասխանատու է 2 տարվա համար։ Այս դեպքում, քանի դեռ վիճակը բարվոք չէ երկրում, բանակը պատասխանատու է ակամա նաև ծառայությունից հետո ամբողջ գործընթացի համար։ Զինվորները վերադառնում են բանակից եւ աշխատելու տեղ չունեն։ Մարդիկ նաև հեռանում են Հայաստանից։ Եվ այս ամենի պատասխանը պարտավոր են ամեն օր տալ հրամանատարները։ Գումարած, որ հրամանատարների արածների մասին պատերազմական շատ արագ մոռացում է։ Կյանքի օրենքն է այդպես, պատերազմն ավարտվեց, հրամանատարի մասին մոռանում են։ Պատերազմողների մասին մոռանում են, բայց հոգսը մնում է նրանց վրա։ Ամենածանր պահին իրենց վրա վերցրել են, հիմա խաղաղության ժամանակ տարել են շատ անօգնական։ Եվ մեկը պիտի լինի, որպեսզի ներկայացնի նրանց կարծիքը, մեկը պիտի լինի նրանց ցավերը, նրանց մտահոգությունը ներկայացնի։ Դա բնական է պաշտպանության նախարարը պիտի լինի։ Այլապես իրենք ստիպված կլինեն մասնակից լինել գործընթացներին։ Փառք Աստծո, չկա այդպիսի բան, մտահոգությունն էլ այսօր առարկայական չէ, բայց սա է բուն ռեալ իրավիճակը։ Պարոն Սարգսյան, փաստորեն Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Սամվել Բաբայանն էլ է կարծես փորձում մտնել քաղաքականության մեջ, նրա անվան հետ է կապվում մասնավորապես իրավունք եւ միաբանություն դաշինքի գործունեությունը, այդ դրան ինչպես եք վերաբերվում։ Թերևս նույն պատճառով է Սամվել Բաբայանը մտել այդ գործընթացի մեջ։ Դա ասական չի նշանակում, որ ես Վազգեն Սարգսյանի, առավել ևս Սամվել Բաբայանի գործունեությունը այսպես արդարացնում եմ։ Ես կարծում եմ եւ Վազգեն Սարգսյանի եւ Սամվել Բաբայանի դեպքում սա պիտի լինի վերջինը։ Անբնական վիճակի այնուամենայնիվ։ Քաղաքացի պետությունների մեջ պաշտպանության նախարարները այսպես ուղղակի մասնակցություն չպիտի ունենան քաղաքական կյանքին։ Ընդունենք, որ սա օրինաչափ զարգացումների արդյունք էր, բայց այս պահից ի վեր, եթե Սամվել Բաբայանը կամ Վազգեն Սարգսյանը ուզում են քաղաքականության մասնակից լինել, պիտի քաղաքական դաշտում իրենց տեղը ճշգրտեն, ոչ պաշտպանության նախարարի։ Պարոն Սարգսյան, ես առաջարկում եմ մի մեջբերում նայել, որից հետո կշարունակենք։ Ժողովուրդը որ շատ լավ է ապրում, մի քիչ բանը գոնությունը փորձում է, իմանում է թե միշտ էս լավ ունեն, ինքն էլ դժվար վիճակի մեջ։ Մենք գիտենք, որ 70 տարի սովորել ենք, որ մեր ամեն ինչը հոգա պետություն է։ Իշխան համազանոր, որը պետք է անվճար գալուց թե ինչպես կարելի է հասնել այս վիճակի դրոց։ Մեր գնացքը կանգնել էր, որտեղ չկար այդ պատասխանատվությունը։ Հնարավորություն կա, պիտի գուղով զբաղվել, որտեղ ամեն ինչ գյուղից ասում։ Լավ ղեկավար է պետք։ Լավ ղեկավար ասելով ինքնատուն եմ հանրապետից, քաղաքապետից, մինչև վարչապետ։ Ամեն ինչ։ Կարող է նույն անցյալ բնավորությամբ ղեկավարեցնել երկիրը։ Մարդու հասած արդեն 67 տարեկանի կարա շուտ ասել։ Պարոն Սարգսյան, առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ իրադարձություն էր միասնություն դաշինքի ձևավորումը։ Այն կազմում են հանրապետական եւ ժողովրդական կուսակցությունները։ Երկրապահների գաղափարախոսությունը մեզ հայտնի է։ Ժողովրդական կուսակցությունը Կարեն Դեմիրճյանի շուրջ ձևավորված ինչ-որ կուսակցության տպավորություն է թողնում մարդկանց մի խումբ։ Հիմա միավորվել են հանրապետականն ու ժողովրդականը։ Այդ երկուսի գաղափարական ընդհանրությունները դժվար է ըմբռնել։ Եթե չլինեին գաղափարական ընդհանրություններ, այս միացումը չէր կայանա։ Նախ ասեմ, որ հանրապետական կուսակցության արմատները շատ ավելի խորն են, քան երկրապահներով այդ կուսակցության համալրումը ուժեղացումը։ Արմատները գալիս են 60-ական թվականներից, այն հրաշալի երիտասարդներից, որոնք առաջին անգամ խոսեցին հայ ինքնության, հայ անկախության մասին, շարունակում են կառուցվածքային ձև են ստանում Աշոտ Նավասարդյանով, դա մեր նոր անկախ պետության առաջին գրանցված կուսակցությունն է։
հանրապետականների երկրապահների գաղափարական հիմքերը եւ կենսագրությունը շատ նման էին եւ նրանց միացումը շատ տրամաբանական օրինաչափ էր։ Ինչ վերաբերում է ժողովրդական կուսակցությանը, դուք ասացիք մարդկանց մի խումբ, դա ամենևին այդպես չէ։ Ես էլ այդպես էի մտածում։ Հիմա տասնյակ նորաթուխ կուսակցություններ կան, որոնք ակում են 30-40 հազար անդամների մասին, դա իհարկե նախընտրական ֆարս է, բայց Դեմիրճյանի ազգային ժողովրդական կուսակցության մասին ես շփվելով տեսա, որ իսկապես շարքերում մեծ զանգվածներ կան։ Շրջաններ կան, որտեղ 3-4 հազար անդամներ ունեն։ Եվ շուրջ 50-60 հազար մարդ կա այդ կուսակցության մեջ։ Այլ հարց է, որ գաղափարական, տակտիկական, ստրատեգիական խնդիրները դեռևս հեղկված չեն, պատճառն այն է, որ ընդամենը մեկ տարվա կուսակցություն է, բայց կարծում եմ, որ ընտրություններից անմիջապես հետո առաջին խնդիրը, որ պիտի ժողովրդական կուսակցությունն ունենա, դա իր շարքերի ամրապնդումն է, կառուցվածքային ձևերի ֆիքսումը եւ անկասկած գաղափարական, ստրատեգիական գծի հարթումը։ Մեր նպատակը իսկապես կենտրոնական դաշտի ձևավորումն էր։ Մենք միացանք հատկապես կենտրոնական դաշտը փակելու համար։ Այդ կուսակցության մեջ ժողովրդական կուսակցության հիմնականում հավաքված են մարդիկ, որոնք ներկայացնում են միջին սերունդն է։ Հավաքված են մարդիկ, որոնք տեսել են եւ ձախ գծի լավն ու վատը, եւ տեսել են աջ գծի լավն ու վատը, եւ իսկապես եւ իր անձով Դեմիրճյանի եւ կուսակցության անդամներով հնարավոր է եզրերը մոտեցնել իրար։ Հանրապետական կուսակցության համագումարում ես ասացի, մեր նպատակն է կենտրոնական դաշտում միավորվել կենտրոնամետ ուժերի հետ։ Հնարավորություն տալ, որպեսզի աջ եւ ձախ դաշտերը նմանապես միավորվեն, որպեսզի պայքարը գնա գաղափարների մեջ եւ ոչ թե կոնյունկտուրայի։ Մենք այդ խնդիրը լուծել ենք, ինչու դա չեք նկատում։ Հաստատ այդ խնդիրը լուծել ենք եւ այս դաշինքն էլ մեկ օրվա համար չէ, միան ընտրությունների համար չէ։ Հանրապետական կուսակցությունը նմանապես բավականին աշխատանք ունի այլ ընտրություններից հետո կառուցվածքային իր կազմակերպչական ձևերի մեջ, գաղափարական գծի մեջ։ Կարծում եմ սա երկարատև դաշինք է եւ կենտրոնամետ դաշտում լիք անելիքներ ունի։ Պարոն Սարգսյան, ընտրություններին մնացել է 9 օր եւ այսօր արդեն ենթադրաբար կարելի է ասել, որ միասնություն դաշինք կհաղթի իմ տեսած բոլոր հարցումներում միասնություն դաշինքը ավելի քան 3-4 անգամ իր ձայների քանակով գերազանցում է երկրորդ տեղը զբաղեցնողին։ Սովորաբար հաղթող ուժը նորմալ բոլոր երկրներում կառավարությունն է ձևավորում կամ համաձայն է լինում ձևավորող կառավարության կազմի հետ։ Հայաստանի պարագայում միշտ չէ, որ այդպես է եղել։ Այս անգամ ինչպես է լինելու։ Ցավոք դուք ճիշտ եք, Հայաստանի պարագայում գրեթե երբեք այդպես չի եղել։ Անգամ հրաշալիական ընտրություններից հետո ոչ ոք կառավարության պատասխանատվությունը այսպես ուղղակի իմաստով չվերցրեց։ Ընդհանրապես Հայաստանում այսօրվա վիճակի դժվարությունը պատասխանատվությունների եւ վստահության պակասն է։ Դա հատկապես վառ դրսևորվեց 98 թվականի նախագահական ընտրություններից հետո, երբ որ ազգային ժողովը եւ նորաստեղծ կառավարությունը ընդհանրապես պատասխանատվություն եւ հաշվետվություն չունեին մեկը մյուսի առաջ։ Կարծես միմյանց հետ կապ չունեցող։ Կարծես իրապես որևէ կապ չունեին, որովհետեւ նախագահական ընտրություններից հետո ենթադրվում էր տրամադրվում էր նաեւ ազգային ժողովի նորընտիր ընտրություններ։ Ես կարծում եմ, որ նախագահը շատ ճիշտ վարվեց, որ ընտրությունների չգնաց նոր, դա վատ ավանդույթ է, վատ սովորություն է, չի կարելի։ Ազգային ժողովը ընդամենը 1 տարի էր մնում, շարունակեց իր գործունեությունը, բայց կրկնում եմ, կառավարությունը ազգային ժողովի առաջ հաշվետու չէր, ազգային ժողովը կառավարության համար պատասխանատու չէր։ Այս պատասխանատվությունների բացակայությունը հանգեցրեց այդ վիճակին։ Եվ դա էր պատճառը, որ մենք ունեցանք տնտեսական, քաղաքական եւ այլը շատ բարդ վիճակներ։ Հիմա այս նոր ազգային ժողովի ընտրությունները ես չափազանց կարևորում եմ նրանով, որ ցանկալի է, որպեսզի ձևավորվի քաղաքական մեծամասնություն, որպեսզի քաղաքական մեծամասնությունը հանրապետության նախագահի հետ միասին հարկասում է նախագահան այդ ուղղության կողմնակիցներ, միասին ձևավորեն կառավարություն, որի համար ազգային ժողովը լինի պատասխանատու ժողովրդի եւ նախագահի առաջ, եւ նորաստեղծ կառավարությունը հաշվետու կլինի այս ազգային ժողովի առաջ։ Ֆիքսվեն պատասխանատվությունները վերջապես։
Պիտի մարդիկ կան, որոնք պատասխանատվություն պիտի վերցնեն, այս կառավարության լավի համար պիտի պատասխան տան, վատի համար պատասխան պիտի տան, որովհետև ինչ է ստացվում։ Կառավարությունում նշանակում է մինիստրներ։ Լավագույն դեպքում, վատագույն դեպքում, եթե նրանք վատ են աշխատում, ասենք թե աշխատանքից ազատեցի, բայց դրանից ոչինչ չի փոխում, որովհետև այդ մինիստրը ժողովրդի առաջ պատասխանատու չի, նա նշանակվում է։ Ժողովրդի առաջ պատասխանատու է իր կողմից ընտրված ազգային ժողովը։ Ուստի չափազանց կարևոր է, որպեսզի ժողովուրդը նաև այս խնդիրը հասկանա։ Ազգային ժողովը սոսկ ազգային ժողով չի, որ պիտի օրենքներ, լավ օրենքներ ընդունի։ Ազգային ժողովն այն մարմինն է, որը պիտի պատասխան տա ապագա կառավարության առաջ։ Ֆիքսենք այս պատասխանատվությունները, կարծում եմ գնացքը դրանից կշարժվի։ Դեռ 9 օր նախընտրական խոստումներ ենք լսելու, բոլոր 21 կուսակցությունները անընդհատ խոսում են, թե ինչ պետք է անել, բայց չեն ասում ինչպես։ Դուք ինչպես եք իրականացնելու եւ մասնավորապես նշում եք, որ լավ ղեկավար է պետք։ Այսօր կա այդ լավ ղեկավարը։ Ասացիք, որ մինչև վարչապետ լավ ղեկավար է պետք։ Ո՞նց պիտի կրկնեմ, սկսած թաղապետերից, գյուղապետերից, մինչև նախարարներ, վարչապետներ, պիտի լավ ղեկավարներ լինեն։ Լավ ղեկավար ասելով առաջին հերթին հասկանում եմ պատասխանատվություն եւ սրտացավություն։ Հասկանում եք, խնդիրների երկու շարք կա։ Առաջին շարքը դա մակերեսի վրա եղած խնդիրներ են, որոնց շտկելու համար պետք է կամք, վճռականություն, սրտացավություն։ Դա բավականին լուրջ տոկոս է կազմում մակերեսի վրա եղած խնդիրը։ Ասենք թե Հայաստանի պես բժիշկներ շատ ունեցող, չափից դուրս շատ ունեցող հանրապետությունը պարզվում է Կրասնասերսկում ամբողջ բժիշկ չկա։ Եվ ես եւ առողջապահության նախարարը վերջին այցելությունների ժամանակ միաժամանակ իմացանք այդ մասին։ Եթե շուտ իմացվեր, եթե հարցը արագ լուծվեր, եթե ահազանգը ճիշտ լիներ, եթե հետևեին մինչև այդ, ասում եք, այս կարգի հարյուրավոր խնդիրներ կան։ Ուղղակի քարը ծուռ է դրած, շտկում ես ընկնել տեղը։ Պատասխանատվությունների հետևողականության այդ շարքը, պատճառը հետևակային կապը պիտի ֆիքսվի կամ քեփեց, որպեսզի դա իրականացնես։ Դա երկրորդ խնդիր։ Երկրորդ խնդիրը դա ավելի խորքային խնդիրներն են, որը երկարաժամկետ լուծումներ են պահանջում։ Դա բնականաբար ավելի ստեղծագործական մոտեցում է պահանջում, ավելի խորքային մոտեցում է պահանջում, բայց բոլոր տեղերում էլ անհրաժեշտ են ամուր, սրտացավ եւ պատասխանատու ղեկավարներ։ Պարոն Սարգսյան, ես առաջարկում եմ լավ Պաշտոնյանների հետ կապված մի հատված նայել ձեր խոսքից, որից հետո կրկին կշարունակենք զրույցը։ Ես չեմ ուզում դառնալ նախագահ։ Ես չեմ ուզում դառնալ ազգային ժողովի նախագահ։ Ես չեմ ուզում դառնալ վարչապետ։ Ես ուզում եմ մնալ պաշտպանության նախարար։ Պարոն Սարգսյան, բնականաբար առաջին հարցը կառավարության ձևավորման հետ կապված դա վարչապետի պաշտոնն է։ Դեռ նախագահական ընտրությունների ժամանակ 98-ի դուք ասել եք, որ վատ չէր լինի, որ Կարեն Դեմիրճյանը վարչապետ լինի։ Արդյոք հնարավոր է, որ խորհրդարանական ընտրություններից հետո Կարեն Դեմիրճյանը դառնա Հայաստանի վարչապետ։ Շատ հնարավոր է։ Կարեն Դեմիրճյանի մասին ես իմ կարծիք ուզում նորից կրկնել։ Ամենևին այս պահին կարևոր չէ վարչապետ, ազգային ժողովի նախագահ։ Կարևոր է, որպեսզի Կարեն Դեմիրճյանը մտնի ակտիվ քաղաքականության մեջ։ Կարեն Դեմիրճյանը իր հետևից եղած կուսակցությունը ժողովրդյան ամբողջ հատվածը, որ իսկապես համակրում է նրան, Կարեն Դեմիրճյանը 14 տարի ղեկավարել է Հայաստանի Սովետական Հանրապետությունը, 14 տարի կառուցել է այս երկիրը։ Ահռելի փորձ ունի, երկրի տնտեսությունը հրաշալի գիտի, ժողովրդին հրաշալի գիտի, փոխադարձ ըմբռնում կա ժողովրդի հետ, դա երևում է նաև մեր հանդիպումների ժամանակ։ Եվ պոտենցիալը չօգտագործել, այդ հնարավորությունը չօգտագործել, ուղղակի մեղմ ասած սխալ է։ Պիտի դառնա այս երկրի սյուներից մեկը, թե հատկապես որտեղ, այս պահին ես առանձնապես չեմ կարևորում, բայց որ սյուներից մեկը պիտի դառնա, դա կարծում եմ անկասկած է, դա միայն օգուտ կբերի եւ մեր երկրին եւ տնտեսությանը։ Պարոն Սարգսյան, ձեր պարագայում ասացիք, որ եթե մասնակցում են քաղաքականությանը եւ ես եւ Սամվել Բաբայանը, պիտի լինի վերջին անգամը։ Այսինքն ինչ է անելու Վազգեն Սարգսյանը ընտրություններից հետո, կրկին պաշտպանության նախարար է լինելու, թե կարող է ընտրել ազգային ժողովի падգամավորի մանդատը։ Ես երկու անգամ արդեն դեպուտատ եղել եմ, մեկ անգամ Գերագույն խորհրդի դեպուտատը 90 թվականին ընտրված, նաև հանձնաժողովի նախագահ։ Մյուս անգամ 95 թվականի ընտրությունների ժամանակ 2 օրով դեպուտատ եմ եղել, մանդատը վայր եմ դրել, այն ժամանակ էլ մանդատը վայր դրեցի 91-ին պաշտպանության նախարար դառնալու պատճառով։
Հիմա չի հավանական է, որ ես մնամ ազգային ժողովում, բայց նաև ժամանակը ցույց տվեց, որ ոչինչ այս լույսի տակ ցավոք սրտի հիմնական չկա, շատ բան է փոխվում, շատ արագ է փոխվում։ Կապենք, տեսնենք, առայժմ ոչինչ չեմ կարող ասել։ Դեռ մինչև ընտրությունների արդյունքը 15-20 օր ժամանակ կա, տեսնենք ինչպես դրսևորվի։ Պարոն Սարգսյան, զինվորականների քվեարկության վերաբերյալ շատ վեճեր եղան, այնուամենայնիվ մեր օրենսգրքով զինվորականները քվեարկելու են, մասնակցելու են ընտրություններին։ Քարոզարշավը զորամասերում ինչպես է կազմակերպվում։ Բոլոր թեկնածուները կարող են անարգել մտնել զորամաս եւ հանդիպել զինվորներին։ Ոչ, բանակում քաղաքական քարոզությունը մի այլ օրենքով արգելված է, այստեղ պարադոքս կա։ Այդ դեպքում ինչպես են ընտրելու։ Ուրեմն շատ լուրջ խնդիր է եւ շատ խրթիլ։ Ես ասեմ ձեզ դա է, որ մի քիչ առաջ անցնելով ասեմ։ Այն համոզմունքին են, որ ազգային նորընտիր ժողովը առաջին օրենքներից մեկը որ պիտի ընդունի, դեռ առաջին տարին իր գործունեության պիտի դասական օրենքերի ընտրությունների մասին։ Ոչ թե թողնի վերջի տարին, ոչ թե որպեսզի յուրաքանչյուր ազգային ժողով գա մի նոր օրենք գրի իրեն վերարտադրելու համար, այլ դասական մի օրենք պիտի գրի ընտրությունների մասին։ Եվ այդ օրենքի մեջ ես առաջարկելու եմ, որպեսզի բանակը գոնե ազգային ժողովի ընտրություններին չմասնակցի։ Սա իհարկե նաև մարդու իրավունքների խախտում է։ Ես այս առաջարկությունը նաև սրա այս ընտրությունների ժամանակ եմ արել, բայց դա համարեցին մարդու իրավունքների խախտում նույնքան խոցելի, որքան մասնակցությունը։ Ձևը չգտնվեց, բայց ես պիտի առաջարկեմ պնդեմ, որպեսզի չմասնակցի բանակը ազգային ժողովի ընտրություններին։ Ինչու՞։ 1000-ից ավել մարդ մասնակցում է ընտրություններին, 1000-ից ավել մարդ բանակում բարեկամներ ունի, հարազատներ ունի, փորձում են բանակ ներխուժել, փորձում են եւ հանկարծ պատահում է մի գումարտակի մեջ 3 տարբեր ուղղություններ, 3 տարբեր քաղաքական կուսակցություններ եւ այլ։ Չի կարելի դա թույլ տալ ուղղակի։ Հիմա բանակում քարոզարշավը տարվում է այդ ժամը 7-ից մինչև 9 ձեր տրված հաղորդումներով, ոչ ոք, նույնիսկ ես Աստված է վկա, չեմ մասնակցել այդ քարոզարշավին, բանակում դա բացառում է, շուտով կլինի իմ հայտարարությունը, չեմ ուզում այսօր ասել, շուտով կլինի իմ հայտարարությունը, իմ դիմումը բանակին, իմ մասնակցության մասին։ 1-2 անգամ Կարեն Դեմիրճյանին տարել եմ զորամաս, բայց ժուրնալիստներն եղել, տեսել են, դա իմ պահն է, երբ ոչ մի զինվոր չի եղել զորամասում, ուղղակի ուզեցել եմ ցույց տալ, որ մենք էլ մի բան արել ենք։ Անընդհատ որտեղ շեշտում է, որ ամեն ինչ լավ էր, ամեն ինչ կառուցված էր, հետո վատացավ, ուզեցել եմ ցույց տալ, որ մենք էլ արել ենք, եւ փառքասով եւ Դեմիրճյանը եւ իրեն շրջապատող անձինք իսկապես զարմացած են, գնահատեցին մեր արածը, այնտեղ իսկապես լուրջ գործ է արված։ Ինչ վերաբերում է ընդհանրապես քվեարկությանը բանակի, ասացի արդեն, լինելու է ամենաբաց քվեարկությունը, բանակայինների քվեարկություն, ես այսօր ասել եմ նաև դիտորդների հանձնաժողովներին, մենք տեղ չենք թողնելու կասկածի, չափազանց կարևոր է այս ընտրությունները մեր ժողովրդի համար, մեր պետության համար, խաղը շատ ավելի թանկ է, թանկագին է, քան մենք պատկերացնում ենք, քան 1-2 տեղ ավել ունենալը, քան 1-2% ավել ունենալը, մենք պիտի մի անգամ գոնե անենք շատ արդար ընտրություն, ժողովուրդը պիտի զգա, որ ինքն է իր ազգային ժողովի տերը, որ ինքը արժանի է իր ազգային ժողովին։ Եվ իմ ուղղակի խնդրանքն է, շատ մեծ խնդրանքը, որպեսզի մեր ժողովուրդը բոլորը մասնակցեն այս ընտրություններին։ Սա ունի երկու նշանակություն, եւ դրսի համար, եւ ներսի, հատկապես դրսի համար շատ ցավալի կլինի, եթե մեր ընտրություններին մասնակցի այնքան մարդ, ինչքան ասենք Ինգուշեթիայի ընտրություններին, բոլոր մնաց մեր հզոր, ամուր, անկախ Հայաստանի պատկերը։ Եվ նույնքան կարևոր է, թե ազգային ժողովը քանի մարդու կողմից ընտրված կլինի, ամբողջ ժողովրդի, թե դրա մի հատվածի, հետևաբար որքան մարդու առաջ, ամբողջ ժողովրդի առաջ պատասխանատու կլինի, թե պատասխանատու կլինի նրա մի հատվածի համար։ Մեր դեպքում, Միասնության դաշինքի դեպքում, որքան մեծ լինի վստահությունը մեր նկատմամբ, այնքան մեծանում է մեր պատասխանատվությունը։ Ուրիշ խնդիր չկա, ոչ թե Միրճյանի համար, ոչ ինձ համար, այստեղ բացի այդ պատասխանատվությունը վերցնելու, զգում եմ, հիմքանից զգում եմ, որ ճկռելու ենք, բայց պետք է վերցնելու ենք այդ պատասխանատվությունը։ Խնդրեի, որպեսզի շատ ժողովուրդ մասնակցի ընտրություններին։ Իսկապես մենք մեր կողմից ամեն ինչ անելու ենք, որ ընտրությունները ազատ, արդար ընթանան։ Պարոն Սարգսյան, մի մտավախություն, որպես կանոն այս ընտրարշավի ժամանակ մտավախությունը հիմնականում այն է, որ
չնայած վերևները չեն ուզում, որ այդպիսի խախտումներ լինի, հնարավոր է, որ ներքևի օղակներում այնուամենայնիվ ինչ-որ բաներ արվեն։ Արդյոք դրա դեմ ինչ-որ հստակ արգելքներ դրված են եւ ինչ-որ մեխանիզմներ մշակվել են։ Ես կարծում եմ, որ բացի նրանից, որ ես իմ հայտարարության մեջ կնշեմ, ցանկացած այդպիսի արչի ծառայություն կհամարվի ուղղակի ոտնձգություն մեր պետության դեմ, ընտրություններից առաջ նաև իրավապահ մարմինները հանդես կգան հստակ հայտարարությամբ եւ առաջարկություններով մաքսիմում պիտի ձգտենք առնել հնարավոր խախտումների դեմը մաքսիմում։ Ցավոք սրտի իսկապես մաժորիտար համակարգում կան տարածքներ, որտեղ 17-18 մարդ են դրված եւ բավականին սրված է իրավիճակը, ինչը չի ասի ընդհանուր մթնոլորտի մասին, փառքասու ընդհանուր մթնոլորտը մինչեւ այսօր բարվոք է, ավելի բարվոք քան երբևէ եղել է, նույնիսկ այնքան մեղադրում են դանդաղ ընտրությունների մեջ, բայց մաժորիտարում անընդհատ շատ զգուշ լինենք։ Կան տարածքներ, որտեղ հիմա էլ նկատում է սերություն, պիտի չափազանց զգուշ լինենք, որպեսզի նման բաներ չլինեն։ Սա շատ կարևոր է։ Շնորհակալություն, պարոն Սարգսյան։ Պարոն Սարգսյան, մի հարց չեմ կարող չտալ։ Ձեր նախընտրական խոստումներն առայժմ չենք կարող ասել, որ տոկոսով երբ եւ ինչպես կիրականանան, բայց ձեր մի խոստումը հիշում ենք։ Այս տարի պիտի ամուսնանանք, կես տարին անցել է։ Այդ խոստումը ես տվել եմ ամիս ու կես առաջ։ Անպայման այս տարի ամուսնանալու եմ։ Եթե բայց դա համարեն նախընտրական քարոզչություն։ Մեղադրեն ցույց քարոզչության նպաստելու համար։ Բայց չեք ասելու ում հետ։ Իմանայի ում հետ կամուսնանալ։ Բացի այդ չի կարելի ասել, ընտրազանգված կորցնենք։ Այդ նույն պետք է նա, բայց ինչպես դեռ որոշում։ Չէ, պետք չի, սա որոշում է։ Որոշում։ Շնորհակալություն, պարոն Սարգսյան, ես հաջողություններ եմ մաղթում ձեզ եւ այն կարևոր գործում, որ արել եք մինչեւ հիմա եւ շարունակելու եք պաշտպանության նախարարի պաշտոնում եւ ընտրություններում։ Շնորհակալություն։ Մենք կհանդիպենք հաջորդ ուրբաթ։ Բարի գիշեր։ Շնորհակալություն։ Ցտեսություն եւ ամենայն բարիք ձեզ։